Պապ են մարդը ով քեզ տենց բան ասել, ինքը խաբել է։ Ոչ մի նարկաման կյանքում չի խոստովանի, որ ինքը նարկաման է։ Կկարի սրբություններով երթում ուտի, որ կյանքում չի արել ու չի անելու։ Գիտես ըստ քանոքիայի երթվե, բայց հաջորդ օրը հենց իմ մոտ նորից արել է։ Պապ ինձ ոչ մեկ հետաքրքիր չի։ Ես եթե Ձյոմի հետ չամուսնացել, երբեք չեմ ամուսնանալու։ Եթե չստացվեց, հետո կբաժանվեմ, կյանքը դրանով չի ավարտվում։ Ընտանիք ես կազմում, բաժանվելներ կողքից տարբերակ ես պահում։ Այդ խաղոպարա դառը, հա։ Չնայած ինչ եմ զարմանում։ Արագ, արած մտածելու, արած ծանոթ անելու։ Մարդիկ ամուսնանում են, որտեղ բաժանվելը կա ու կա։ Դե պապ, Ինչ պապ, այդ բաժանվելը թրենդ եք սարքել։ ես այդ նկատի չունեի։ Ոնց կարելի է ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխեք ունենալ, հետո բաժանվել։ Պապ, բայց եթե դժբախտ են, շարունակեն իրար հետ ապրել։ Դժբախտը երեխեն է լինելու։ Բան մեղ չի, սա կյանքը կիսատ պարատ ընտանիքում ապրելու։ Դժբախտությունը այն է, որ բաժանման միտքը գլխիդ մեջ ամուսնանում ես։ Պապ, ես չեմ ամուսնանում, որ բաժանվեմ։ Ես ու մամա ջահել ենք, որ որոշեցին գանք Ամերիկա։ Ասին գանք Ամերիկա, որ ձեր համար ավելի լավ լինի։ Պապ, տենց էլ կա։ Ես ու Հենրին երբեք ոչ մի բանի կարիք չենք ունեցել, ու մեզ շատ ապահով ենք զգացել։ Թե դուք Հայաստանում էլ մնայիք, էլի ապահով եք զգալու ձեզ, որովհետև ես ու մամատ միշտ ձեր հետ ենք եղել։ Նես չի եղել, որ շաբաթ կիրակի ուղակի գանք ձեզ տանենք մարոժնի ուտելու։ Պապ, ես մենակ Ձյոմի հետ եմ իմ իդեալական ընտանիքը պատկերացնում։ Իդեալական։ Իդեալական այդ բառը։ Իդեալական մարդիկ չկան։ Ընտանիքը պետք է ամուր լինի, ոչ թե իդեալական։ Իսկ ամուր կլինի այն ժամանակ, երբ որ թե տղամարդը թե կինը հաշիվ են տալի իրենց արածներին, որ մեկը մյուսի սխալը ոչ թե երեսով է տալի, այլ փորձում է շտկի, որ մեկը մյուսի մեջքին է կանգնած, ոչ թե մեջքի հետևը մութ գործերով է զբաղված։ Պապ, ախր դու Ձյոմին հնարավորություն չես տալիս։ Դու իրան չես ճանաչում։ Գոնե թույլ տուր ես իրան հրավիրեմ մեր տուն, որ ծանոթանաս իր հետ շփվես, կարող է քո կարծիքը փոխվում է։ Լիկա ջան, այդ տղան մեր տուն կանչելով, մենք իրան անիմաստ հույս ենք տալու, բայց ինքը նարկաման է։ Ինքը կամաց այդ կյանքը փչացնելու է։ Մի օր կիմանաս, սկզբում ազդելու է արտաքինի վրա, գույնը գցելու է, դողացնելու է, մտածելու ես, թե լավ չի զգում իրան։ Հետո մտնել է սենյակ ու դուրս գա, տեսնես, որ դզվավ։ Չես էլ մտածելու, որ կողքի սենյակում բան ուներ պահած։ Հետո սկսել է ազդել ընտանիքի բյուջեի վրա։ Աշխատելու եք, բայց աշխատածը կորելու է։ Չես հասկանալու ոնց։ Հետո իմանալու ես, որ պարքեր ունեք, բայց ինքը չի բացատրելու այդ պարքերը որտեղից ու ինչի համար է եղել։ Հետո սկսել է տնից արժեքավոր բաներ կորել, միջև որ հասկանաս, որ իրան կործանել է, հիմա էլ քեզ ու երեխեքին է կործանում։ Դա քո պատկերացած ամուսնությունը։ Այս ամեն ինչը ես չեմ հորինում, այս ամեն ինչը բոլոր նարկամանների ընտանիքները ապրում են։ Ու դու ուզում ես, որ ես թողեմ, որ դու ամեն ինչի մեջով անցնես, Լիկա, հա? Լիկա, ես միշտ չի որ լինելու եմ։ Ես ուզում եմ վստահեմ քո կողքի տղամարդուն։